Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն ԱԺՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ու նույն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարաբերությունները գերլարված են ու գնալով ավելի են սրվում։ Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Հայկ Սարգսյանի նախագիծը զինծառայողներին բանակային մենյուի նման գնացուցակով բանակից ազատելու վերաբերյալ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի սրտով չէ, քանի որ Սարգսյանը հանձնարարել է առանց իր հետ քննարկումներ ունենալու, համաձայնեցնելու նախագիծ մշակել, ուղարկել կառավարություն ու դրական եզրակացություն ստանալ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ԽՊԱ-ականները SMS են ստացել թիրախավորելու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին եւ մյուս բոլորին, ովքեր կհամարձակվեն սադրել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին։ Ժողովուրդ օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ իշխանական կուլիսներում որոշված է ամենքերբ չեզոքացնել Տեր-Պետրոսյանին ու նրա թիմակիցներին, լուծելով նաեւ 2026-ին ընդառաջ առաջին նախագահի թիմի մասնակցության չեզոքացման հարցը։ Փաստ օրաթերթը գրում է. երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Սոցցանցերում բազմաթիվ օգտատերերի առաջին արձագանքն այն է, որ առաջիկա ընտրություններից առաջ այսպիսի շոուն պակաս չի լինելու։ Ավելին, կան տեղեկություններ, որ Հովիկ Աբրահամյանի հետ կապված այս շոուն նպատակ է ունեցել եւս մի քանի օր զբաղեցնել հանրությանը, բայց Նիկոլ Փաշինյանի պլանները խափանեց Իրան-Իսրայել հակամարտությունը, որը գրավեց բոլորի ուշադրությունը։ Հրապարակ օրաթերթը գրում է. հայ քաղաքական էլիտան Դվին ռեստորանային համալիրում հունիսի 12-ին նշել է Ռուսաստանի օրը, որի ընթացքում ելույթ է ունեցել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Միջոցառումը փակ է եղել լրատվամիջոցների համար։ Մեր աղբյուրը պատմեց, որ ներկա են եղել գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, անգամ կատակեց Ռուսաստանը Հայաստանում կարողացավ միավորել քաղաքական խայտաբղետ ներկաբնակը։ Իշխանությունից եւս բազմաթիվ ներկայացուցիչներ են եղել, փոխվարչապետ Մեր Գրիգորյանը, քննչական կոմիտեի ղեկավարը, ինչպես նաեւ ուժային այլ կառույցների ներկայացուցիչներ, հայաստանաբնակ ռուս ընտանիքներ, գործարարներ։ Միջոցառումն անցել է խնջույքային միջավայրում, ներկաների ուշադրությունը գրավել է հատկապես Մեր Գրիգորյանի պահվածքը, ասացին նա իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում, ջերմ զրուցել է դեսպանի հետ, կենացներ, բաժակաճառեր ասել եւ հեռացել։ Այս եւ այլ լուրերին կարող եք ծանոթանալ Օրագիր News կայքում։